Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան բանակցությունները շարունակվում են։ Թրիփ նախագծի հաջողությունը կամ ձախողումը կորոշի տարածաշրջանի քաղաքական ուղղությունն ու հավասարակշռությունը Հարավկովկասում։ Ինչ խորհրդանշական քայլ կանի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ Էրդողանի հայտարարության հետքերով։ ՊԵԿ-ը խիստ կվարվի այն տնտեսվարողների հետ, որոնք կխուսափեն կամ կուշացնեն հարկերի վճարումները, կներդրվի հարկային նոր ավտոմատացված համակարգ։ Հայաստանում փոփոխվում է շտապօգնության կանչերի համակարգը, հիվանդի ծանրությունից կախված կգա շտապօգնության բրիգադը կամ ընտանեկան բժիշկը։ Հայաստանի զինված ուժերի նոր զինվորական համազգեստի նմուշները Պապիկյանն է ներկայացրել վարչապետին։ Եվ Վրաստանում Հայաստանի հետ սահմանն ապօրինի հատած 4 օտարերկրացու են ձերբակալել։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը։ Ըստ կառավարության հաղորդագրության վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային հումանիտար հարաբերությունների ամբողջ համալիրը, նաև համագործակցության զարգացման հետագա քայլերը։ Թրիփի հարցում Իրանը երկու հակադիր մոտեցումներ ունի։ Մեկն աջակցում է նախագծի իրականացմանը, մյուսը դեմ է ամերիկյան կամ եվրոպական ուժերի ներգրավմանը։ Ռուսաստանը հավանաբար հանդես կգա որպես գլխավոր դերակատար, իսկ Թուրքիան ինչպես միշտ պատրաստ է ամրապնդել իր ազդեցությունը։ Այս նախագծի հաջողությունը կամ ձախողումը կորոշի ոչ միայն տարածաշրջանի քաղաքական ուղղությունը, այլև ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Նայիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Հարավային Կովկասում կիզակետում կրկին Սյունիքն է, Թրիփ ուղի նախագիծը։ Իրանից կրկին մեսիջներ են գալիս իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայեթին ևս մեկ անգամ տարածաշրջանի կարմիր գծերին անդրադարձավ, մասնավորապես պատմություն ունեցող հայ-իրանական սահմանին, ընդգծելով, որ դրանք անխախտելի են։ Վելայեթին այս անգամ էլ հիշեցրեց, Իրանն ի սկզբանե դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, որը թյուրքական աշխարհը միմյանց կապող ճանապարհն է։ Իրանը չի կարող համբուրի միացյալ նահանգների, որը մի ներկայացություն է Իրանի սահմանների մոտ։ Թրիփի շուրջ զարգացումները գնալով ավելի ակտիվացան, երբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտարարելով, թե Թուրքիան Թրամփի ուղու Թրիփի տեսլականի կարևոր տարր է։ Ընդհանրապես Իրանում Թրիփ նախագծի հետ կապված երկու մոտեցում կա։ Հիմնական թևերից մեկը առաջնորդի կողմնակիցները կան Ռահբարին, կոորդինացնում է արտաքին քաղաքական բլոկը։ Այս թևը դեմ է ամերիկյան ներգրավվածությանը տարածաշրջանային նախագծերում։ Իրանի նախագահի մակարդակով ներկայացված թևը հակառակը, ըստ վերլուծաբանների, կողմ է Թրիփ նախագծին։ Սակայն ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետների, Իրանը մտահոգված է Թրիփ նախագծի իրականացման ծրագրի առնչությամբ։ Եվ այդ մտահոգությունների փառատման հետ կապված այս բարձրաձայնումը շատ կոնկրետ ուղերձ է հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության, որովհետև անվտանգության ապահովումը ճանապարհի Իրանի համար բացառում է երրորդ երկրի ներգրավվածություն, դեպի դեպքում ամերիկյան կամ եվրոպական։ ԱՄՆ ազգային անվտանգության եկող տարվա նոր ռազմավարության մեջ Հարավային Կովկասը կամ Հայաստանը կենսական շահերի գոտի չեն համարվում։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, նաև Հայաստանում ըստ վերլուծաբանների ամերիկյան քաղաքականության իրականացնողը։ Սա ևս դուր չի գալիս Իրանին։ Ստրատեգիական առումով Իրանն ու Թուրքիան հակադիր բևեռներ են, եւ տարածաշրջանում այդ երկու պետությունները պայքարելու են ազդեցության գոտիների համար։ Հետևաբար խոսել այստեղ ամերիկյան ներգրավվածության մասին ուղղակի անիմաստ է, թուրքերի միջոցով եւ թուրքերի հետ փորձելու են այստեղ իրենց քաղաքական որոշակի շահեր պահպանել, բայց ուղղակի անմիջական ներգրավվածություն չեն ունենալու։ Հիմա ըստ քաղաքագետ Բալյանի արևմուտքը թուրքական աշխարհը փորձում են ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, եւ եթե Թուրքիան փորձի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, Իրանը դրան կհակադրվի։ Իրանի անվտանգությունը, եթե խոսելի եղավ Հայաստանի վրա կազմի, եթե Հայաստանի անվտանգությունը խոսելի եղավ, ինչ-որ խնդիր ունեցավ սահմանների վրա, Իրանի անվտանգությունի խնդիր կլինի։ 4 տարվա նոր ռազմավարության հետ կապված երկու հակադիր մոտեցումներ կան։ Մեկը Թուրքիայի հետ կապված է, որը Ռուսաստանը հավանաբար հանդես կգա որպես գլխավոր դերակատար, իսկ Թուրքիան Թրամփի ուղու Թրիփի տեսլականի կարևոր տարր է։
Ռուսաստանն ու Իրանը ակտիվացնում են ռազմավարական գործընկերության մակարդակը։ Մոսկվայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կստորագրեն երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 26-ից 28 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Իրանական հավաստի լրատվամիջոցների արտահոսքերից կարելի է եզրակացնել, որ քննարկվում է նաեւ ռուսների ներգրավումը թրիփ նախագծում եւ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ մերոնք կողմ են այդ բանակցություններին, այսինքն մասնակից են, տեղյակ են։ Կարծիքով սա քննարկվելու է նաև Լավրով Արաղչի բանակցությունների ընթացքում։ Շատ հավանական է, որ շատ շուտով արևմտյան այդ նախագծում տեսնենք նաև Ռուսաստանի Դաշնությանը որպես մասնակից։ Ըստ վերլուծաբանների, քանի մոտենում է նախընտրական շրջանը, հայաստանյան իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ կդառնա թրիփ նախագծի իրականացումը։ Սակայն մինչև խորհրդարանական ընտրությունները, ըստ քաղաքագիտական համայնքի, այդ նախագծի հետ կապված գործնական առումով եւ ոչ մի քայլ չի արվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այս շաբաթ Հունգարիան հանել է վետոն Հայաստանի համար նախատեսված Եվրամիության 20 միլիոն եվրոյի ռազմական աջակցության փաթեթի նկատմամբ, որն առաջարկվել էր դեռևս մարտին, այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Նա նշել է, որ փաթեթի պաշտոնական հաստատումը նախատեսվում է հունվարին։ Ի դեպ, Ուկրաինայի համար նախատեսված նմանատիպ աջակցության փաթեթն արդեն մոտ 3 տարի Բուդապեշտի կողմից արգելափակված է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման կրկին ակտիվացել է հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններից հետո։ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ Թուրքիան պատրաստ է իրականացնել խորհրդանշական քայլեր։ Այդ քայլերը մասնագետների կանխատեսմամբ հիմնականում քաղաքական լծակներ են, ոչ թե իրական փոփոխություններ, ու Թուրքիան փորձում է դիրքավորվել Հարավային Կովկասում։ Էդուարդ Պողոսյանի անդրադարձը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով էր չափում, եւ ահա Թայիպ Էրդողանը հայտարարում է, Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հետևապես դեպի Երևան ընդառաջ քայլ կանեն։ Իշալլահ, ասել է թե Աստծո կամոք, ընդգծում է Թուրքիայի նախագահը։ Ադրբեջան Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ մենք նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Ինչ ասել է խորհրդանշական քայլ, ինչ է ասում Էրդողանը, մասնագետի համոզմամբ թուրքական սիմվոլիկան այս հարցում կարող է լինել օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, բայց ոչ թե նույն երկու պետությունների, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մի բան, ինչի շուրջ վաղուց պայմանավորվածություն են ձեռք բերել բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը, եւ չնայած Երևանի առերևույթ պատրաստակամությանը, գործընթացը փակուղի գնաց հենց Անկարայի ուղղորդմամբ, գնաց ու տևական ժամանակ ուղեփակոցներից այն կողմ մնաց։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց, եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Հայ-ադրբեջանական խաղաղության որը առաջընթացն է ծագել թուրքական աչքը։ Առանցքային փաստ Ալիևի կաբինետը գիշեր ու ցերեկ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան է թմբկահարում, նկատի առնելով ինքնիշխան Հայաստանը։ Օրերս վարչապետ Փաշինյանն առաջարկեց գործընթացներից մեկընդմիշտ հանել ինչպես արցախցիների միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ հնարովի արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված փախստականների հարցը։ Բաքվից արձագանք դեռ չկա, այնպես կարծես թե չեն էլ լսել ինչ է ասում պաշտոնական Երևանը։ Սառել է ջերմացումը։ Քաղաքագետի պնդմամբ նախ կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ է թաքնված Էրդողանի տեքստերից տվերում, ինչ ու ինչու հիմա։ Խնդիրն այն է, որ ոչ թե գործընթացն է մոտ, այլ քաղաքական հայտարարությունների համար շահավետ շրջան է այսպես կոչված։ Թուրքիան ներկայումս փորձում է դիրքավորվել Հարավային Կովկասում նոր դիրքերից, իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային կայունության խաղաղարար այսպես կոչված, ու սա իրեն անհրաժեշտ է թե արևմուտքի հետ հարաբերություններում, թե մեր տարածաշրջանում իր ազդեցությունը լեգիտիմացնելու համար։ Հնդածս իդեպ հետաքրքրական զուգադիպությամբ հեղինակավոր The Economist պարբերականը գրում է, թե եկող տարի 2026-ին ամենայն հավանականությամբ կթեժանան 7 հակամարտություններ, այդ թվում հայ-ադրբեջանականը։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր
անվտանգային զինանոցի ուժեղացումը։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ ուժի դիրքերից են բանակցում, ուժի դիրքերից են խոսում։ Եվ ուրեմն դարձյալ հարցը հայ-ադրբեջանական խաղաղության այդ որ առաջընթացն է ծագել թուրքական աչքը։ Խաղաղության հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի նպատակները անկեղծ են։ Ես կարծում եմ ոչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները քիչ անց։ Պեկը խիստ կվարվի այն տնտեսվարողների հետ, որոնք կխուսափեն կամ կուշացնեն հարկերի վճարումները, կներդրվի հարկային նոր ավտոմատացված համակարգ։ Հայաստանում փոփոխվում է շտապօգնության կանչերի համակարգը, հիվանդի ծանրությունից կախված կգա շտապօգնության բրիգադը կամ ընտանեկան բժիշկը։ Շարունակենք թողարկումը։ Պեկը խիստ կմոտենա այն տնտեսվարողներին, որոնք կխուսափեն կամ կուշացնեն հարկերի վճարումները։ Մինչև 200,000 դրամ եւ ավելի գումար չվճարելու դեպքում տնտեսվարողները կծանուցվեն եւ եթե չարձագանքեն ավտոմատ արգելադրման համակարգը կգործի։ Տնտեսվարողին լսելու հնարավորություն եւ լրացուցիչ ժամանակ կտրվի հարկ վճարելու համար եւ եթե դրանից հետո էլ հարկը չվճարվի, տնտեսվարողը գործ կունենա նաեւ ԴՀԿ-ի հետ։ Պեկն այդ մեխանիզմը ներդնում է հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ Հարկային այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 6 ամիս հետո։ Պեկ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այն պետք է գործեր հունվարի 1-ից, սակայն ծրագրային խնդիրներ կան։ Տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ առաջարկվել է շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների համար փոփոխություններ չկիրառել կամ երկարաձգել մինչև 1 տարի։ Առաջարկը սակայն մերժվել է։ Հաճախ մրցակցային իրավիճակից ելնելով տնտեսվարողները ժամկետային վճարումով ապրանքներ են մատակարարում եւ իրենք այդ գումարները մատակարարներից ստանում են բավականին ուշացումով։ Փոքր ձեռնարկությունների դեպքում հնարավոր է, որ մենք լրացուցիչ խնդիր ենք առաջացնում հարկերի չվճարելով գործիք ստեղծել փոքրերին ֆինանսական միջոցներ, այսինքն ֆինանսավորման աղբյուրի, գուցեև պետք է այլ մեխանիզմներով մտածել ու եթե չեմ սխալվում այդ ուշ վճարումների հետ կապված, երբ որ մեծ խոշոր կազմակերպությունները ուշ են վճարում, ինչքանով ես տեղյակ եմ էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրում է որոշ դեպքերում ոլորտային կարգավորումներ են տալիս, որ այսքան ժամկետից ուշ չպետք է վճարեն։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները սովորաբար կիրառվում են ծանր հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման նպատակով, սակայն Հայաստանի կառավարության առաջարկած օրինագիծը նախատեսում է, որ նման միջոցառումներ կարող են կիրառվել նաեւ միջին եւ թեթև կոռուպցիոն հանցագործությունների դեպքում։ Սա նշանակում է, որ նույնիսկ փոքր կաշառքի դեպքերում մարդիկ կարող են գաղտնալսվել կամ տեսահսկվել։ Այս նախաձեռնությունը մտահոգել է իրավապաշտպաններին, պնդում են այն կարող է խախտել մարդու իրավունքների միջազգային նորմերը։ ՕՀՄ նույն ինքը օպերատիվ հետախուզական միջոցառումներ, նույն ինքը գաղտնալսում, գաղտնի տեսահասկում եւ դիտարկում։ Այս ամենը սովորաբար կիրառվում է ծանր հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար։ Կառավարության նախաձեռնությամբ սակայն ներկայացվել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալիս տեխնիկական բոլոր այս միջոցները կիրառել միջին եւ թեթև հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար, եթե դրանք կոռուպցիոն բնույթի են։ Այսինքն, եթե դուք պլանավորում եք ինչ-որ մեկին օրինակ 5000 դրամ կաշառք փոխանցել, կարող եք գաղտնալսվել կամ տեսահասկվել իրավապահների կողմից։ Իրավապաշտպանների կարծիքով սա հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին։ Ունենք արձանագրված ստանդարտներ, որոնք ասում են, որ այս կարգի միջամտությունը գաղտնալսումները անձի անձնական տարածություններ խուժելը պետք է արդարացված լինի եւ այդ արդարացվածության չափը արդեն իսկ նշվել է, որ պետք է բացառիկ դեպքերում լինի, երբ որ խոսքը վերաբերվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցանքներին։ Խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական գործողությունների հետևանքով առաջին հերթին տուժում է անձի մասնավոր կյանքի իրավունքը եւ դա պետք է արդարացված լինի։ Իսկ վերջում հնարավոր է պարզվի, որ նա ոչնչում էլ մեղավոր չէ եւ մարդու ինտիմ գաղտնիքները հայտնվեն երրորդ անձի ձեռքին։ Ես էլ առաջարկում եմ, եկեք բոլոր պաշտոնատար անձանց վրա 24/7 ռեժիմով տեսանկարահանող սարք դնենք, օրինակ հանրությունը կարողանա 24/7 ռեժիմով վերահսկել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որ իրանք հանկարծ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված չլինեն։ Հարցը միայն մարդկանց անձնական կյանքի իրավունքը չէ։ Իրավապահների ռեսուրսները բավականին սահմանափակ են։ Ծանր հանցագործությունների թիվն էլ երկրում շարունակում է բարձր մնալ։ Հետևաբար, եղած ուժերը ճիշտ բաշխելու խնդիր կա։ Պետք է իրանք տաղանդժատեն ծանր, առանձնապես ծանր դրամ,
այլ օրենքներ են տրամաբանությամբ այդ ողոման անցկացնելու թույլտվություն տալի։ Հիմա մեր դեպքում արդեն ցես դրել են կոպիտ ասած ռեսուրսները աննպատակային օգտագործում։ Դրա համար հանցագործության բացահայտումը նվազել է։ Այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների համար միայն անհրաժեշտ քանակի տեխնիկան բավարար չէ։ Պետք են համապատասխան մասնագետներ քննության, հետո էլ դատա քննության համար անհրաժեշտ ապացույցները ֆիլտրելու համար։ 24 ժամ իրանք պետք է խոսքի դնեն, ձայնագրությունն է եւ այլ այդ ամեն ինչը իրականացնեն, վերջում նոր իրանք ասեն մշակին հասկանան։ Ճիշտ ու սխալը որն է, որ մատերիալն է իրանք պետք, որն է իրանք համար գործի համար նշանակություն ունեցող։ Իրավապաշտպանների կարծիքով միջին եւ թեթև կոռուպցիոն հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու համար կիրառելիք այս օրինագծի իրական նպատակը կառավարող ուժին ոչ ցանկալի անձանց թիրախավորելն է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Ոչ թե առանձին զանգեր ոստիկանություն եւ փրկարար ծառայություն, այլ բոլոր ահազանգերի համար մեկ միասնական կենտրոն 112 հեռախոսահամարով։ Ծառայությունների համարները միասնական կենտրոնի գործարկմանը զուգահեռ որոշ ժամանակ կշարունակեն գործել, որպեսզի քաղաքացիները շփոթության մեջ չընկնեն։ Այս դեպքում զանգերը ներքին գործերի գերատեսչությունում կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում փոխնախարարն է տեղեկացրել։ Ինչ վերաբերում է շտապօգնությանը, ապա 103-ը նախատեսել են 2027 թվականից բերել այս համակարգ։ Այս ընթացքում մինչև 27 թվականը կգործի իհարկե 103 շտապ բժշկական օգնության հեռախոսահամարը, որը հիմա փոխգործելիությամբ կաշխատի 112-ի հետ, մենք կստանանք, եթե այդ կարիքը նաև հասցեագրված կլինի քաղաքացու 112 համարին, կփոխանցենք շտապ բժշկական օգնություն։ 27 թվականից այդ համարի սպասարկումը նույնպես կտեղափոխվի տվյալ կառավարման գրասենյակ։ Հայաստանում փոփոխվում է շտապօգնության կանչերի համակարգը։ Որոշ կանչեր, որոնք նախկինում շտապօգնության աշխատանքի դաշտում էին, այժմ փոխանցվելու են ընտանեկան բժիշկներին կամ մանկաբույժներին։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև գյուղական տարածքներին, որտեղ բժիշկները ժամանակին հնարավոր է չհասնեն կանչի վայր, հատկապես վատ եղանակի կամ ճանապարհների խնդիրների պատճառով։ Ժամի բացառիկ անդրադարձը։ Եթե նախկինում շտապօգնություն կանչելիս գալիս էին բժիշկը, բուժքույրն ու վարորդը, ապա այժմ նրանց փոխարեն ձեր տուն կգա ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը։ Հունվարի 3-ից կառավարության որոշմամբ կանչը տեղափոխվում է տեղամասային կամ ընտանեկան բժշկին կամ էլ մանկաբույժին, կապ չունի դա պոլիկլինիկա է, թե գյուղական ամբուլատորիա։ Առողջապահության ոլորտի փորձագետն ասում է, շտապօգնության բրիգադը ունի հատուկ դեղորայքային ծավալ, ինչը չունեն թերապևտը, ընտանեկան բժիշկն ու մանկաբույժը։ Զանգում մարդը ինչ որ մի գյուղի բնակիչ շտապ օգնության կայանին, որը հիմա կենտրոնացված է, եւ այնտեղ բնականաբար օպերատորները բժիշկներ չեն։ Լավագույն դեպքում կարան օպերատորները ունենան բուժքույրական կրթություն, որովհետեւ նամանավանդ մարզերում օպերատոր բժիշկներ չկան։ Սենց տնես դժվարան բան ճարել է, էլի, բժիշկ ճարել է շտապ օգնության, որ մնաց օպերատոր բժիշկ։ Պետք է ճշտի կանչի բնույթը, ապա այդ զանգով Արմետ համակարգում անձի տվյալները դիտարկելով որոշի շտապօգնության անհրաժեշտություն կա, թե ոչ, եւ եթե համարի, որ հրատապության խնդիր չկա, կանչը կփոխանցվի ընտանեկան բժշկին։ Իսկ ահա այս բժիշկն էլ պետք է 2 ժամում կանչը սպասարկի, այսինքն 120 րոպեում հասնի օգնություն հայցողի տուն։ Փորձագետը շեշտում է, համայնքներում մեկ ընտանեկան բժշկի վրա գրանցված է 8000 մարդ, իսկ Երևանում մեկ ընտանեկան բժշկի վրա 2000-ն են։ Եվ հարցնում է, արդյոք իրատեսական է դա, հատկապես մարզերում, որտեղ հաճախ բացակայում են տրանսպորտային միջոցները, անձնակազմը սահմանափակ է, իսկ եղանակային պայմանները բարդ։ Շաքարախտով հիվանդների մոտ ինֆարկտները կարան ստանան անցնեն առանց սիմպտոմներ, առանց ցավային սինդրոմի։ Այսինքն մարդը կարա զանգի ասի թեթև շնչահեղձ է բան, շաքարուն եմ ասեն, դե լավ դե շաքարն է, ուտեն մենք բաց թողնենք լուրջ ախտորոշում, օրինակ սրտամկանի ինֆարկտը։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, որոնք չեն համարվում կյանքին անմիջական վտանգ սպառնացող։ Մինչև 38.5 աստիճան ջերմություն, հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ, ինչպես նաև առանց կլինիկական արտահայտված ախտանշանների զարկերակային գեշ ճնշում 140-90-ից բարձր։ Նոր կարգով առաջնային պահպանման համակարգին է փոխանցվելու նաև քրոնիկական հոդացավերով ու մկանացավերով հիվանդների
կանչերը։ Քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց նույն օրվա կրկնակի կանչերը։ Առանց սրացման, ինչպես նաև նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչերը, եթե նոր ախտանշաններ ի հայտ չեն եկել։ Մանկաբույժը մի քանի ժամ ծանրաբեռնված աշխատելուց հետո ուղղակի չի հասցնելու սկսել գնալ տնային այցերի, կանչերի, պիտի ֆիզիկապես վիճակի լինի, մտավոր էլ կարողանա այդքան լսել, ընկալել, մտածել, համապատասխան ախտորոշում եւ բուժում առաջարկել։ Առողջապահության ոլորտի փորձագետը նշում է, որ փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնալու նրանց աշխատավարձի վրա, սակայն զգալիորեն ավելացնելու են ծանրաբեռնվածությունը։ Առաջարկում է տեսական փոփոխություններից առաջ իրականում փորձարկել այդ համակարգի հնարավորությունները։ Օրինակ, փորձել Վարդենիսի տարածաշրջանի ծովակի ամբուլատորիայից 120 րոպեի ընթացքում հասնել Աղբրաձոր գյուղի կանչին, առանց ծառայողական մեքենայի։ Հենց այսօր, երբ այնտեղ լավ ձյուն է գալիս։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Երևանի համայնքային 42 մանկապարտեզներում արդեն մոտ 1700 տեսահսկման սարք է տեղադրվել։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի խոսքով շարունակելու են այս գործընթացը, քանի որ կարևորում են երեխաների անվտանգությունը։ Այս համակարգին շատ սահմանափակ թվով մարդիկ պետք է հասանելիություն ունենան, քանի որ իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ կարող են լինել։ Մանկապարտեզներում ըստ քաղաքային իշխանությունների չափավոր վերահսկողությունը պարտադիր է, որովհետև լինում են բռնության դեպքեր ու դրանք պետք է հետագայում վերացվեն։ Հիշեցնեմ, 2024 թվականի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում տեսախցիկ է տեղադրված։ Հասանելիություն ունեն թվով շատ քիչ մարդիկ, առայժմ հանրակրթության վարչությունը միայն, այսինքն շատ կարևոր է ձեր նշած ծնողների այն հանգստությունն ու վստահությունը, որ մոնիտորինգի է ենթարկվում ողջ օրը մանկապարտեզում գտնվելու ժամանակ։ Հարևան Վրաստանում նախատեսում են բարձրագույն կրթությունը ամբողջությամբ դարձնել անվճար, իսկ պետությունը կբարելավի կրթության ֆինանսավորման համակարգը մասնավորապես միտված սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելուն։ Մինչդեռ Հայաստանում ամեն տարի ուսման վճարների բարձրացումը սրվում է ու կրթությունը մնում է անհասանելի սոցիալապես անապահով խավերի համար։ Վրաստանում եկող տարվանից բուհական կրթությունը անվճար կդառնա։ Պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը, մինչդեռ մեր երկրում հակառակ պատկերն է, պնդում են փորձագետները։ Տարեցտարի աճող ուսման վճարներ, բարձրագույն կրթության անհասանելիություն, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Շատ մեր խելացի լավ երիտասարդներ, որոնք սոցիալապես անապահով խավերից են կամ հեռու գյուղական բնակավայրերից, նրանք ըստ էության բարձրագույն կրթություն չեն կարողանում ստանալ, չնայած ունեն լավ գիտելիքներ։ Բանասեր Դիլբարյանն էլ պնդում է, Վրաստանի տնտեսական ներուժը համախառն ներքին արդյունքը գնահատելով կարող ենք եզրակացնել, որ այդ երկիրը Հայաստանից էականորեն չի տարբերվում։ Վրաստանում միջին աշխատավարձը ցածր է, արտահանման մեծ ծավալներ չունեն, այսինքն երկիրը բոլորովին էլ թռիչքային վիճակում չէ, բայց ըստ մասնագետի իրենք հասել են ազգային անվտանգության այդ առանցքային բաղադրիչի ըմբռնմանը։ Շատ դժվար է ասել, որ Վրաստանը բարգավաճ վիճակում է եւ առավել բարձր տնտեսական ցուցանիշներ ունի։ Բոլորովին մենք խիստ համադրելի իրավիճակում ենք։ Սին է այն պնդումը, որ Վրաստանը ավելի հարուստ պետություն է, դրա համար կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն։ Այս տարվա դրությամբ բրիտանական հեղինակավոր QS վարկանիշավորման աղյուսակում Հայաստանից միայն մեկ բուհ է ընդգրկված Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 1001-ից 1200-րդ տեղերը։ Մինչդեռ Վրաստանը ունի 3 բուհ, որոնք ընդգրկված են լավագույն 1000-ի մեջ, ինչը ցույց է տալիս, որ Վրաստանը Հայաստանի համեմատ ավելի բարձրորակ կրթություն է տրամադրում։ Մասնագետները նկատում են, որպիսի մեր երկիրն էլ անցնի բուհական անվճար կրթության, քաղաքական կամք է հարկավոր։ Ժամանակն է կրթական ոլորտի խնդիրները բերել առաջնագիծ։ Տարի մենք արձանագրում ենք վարձավճարների բարձրացում եւ արդյունքում ուսանողների զգալի մասը առաջին իսկ կուրսից փորձում է աշխատել, դրա պատճառով նրանք դասի չեն գալի, ուսման որակն է կորչում, թոշակներ գրեթե չունենք, միայն մի քանի ռազմավարական ընտրված ուղղություններում կարող են գումարներ տրամադրել։ Պետական կրթաթոշակով սովորող ուսանողների թիվը չի գերազանցում ողջ ուսանողական համակազմի 15-20%-ը։ Քայլ առ քայլ պետք է բարձրացնել այդ տոկոսը եւ հասնել մինչեւ 100%-ի։ Հայաստանի բյուջեն, եթե մենք նայում ենք, ամենաշատ ծախսերը սոցիալական ոլորտին է գնում եւ առողջապահությանը։ Կրթությունը ոչ պակաս կարեւոր ոլորտ է։
կրթական ոլորտի 1%-ի կրճատումը կարող է բերել կրթության ոլորտի 10%-ի աճի։ Ազգային անվտանգության առաջնային բաղադրիչներից է կրթությունը, ասում են փորձագետներն ու ընդգծում, կենսունակ պետության ստեղծման միակ ճանապարհը կրթության հավասարության ապահովումն է, որպիսի բոլորն ունենան հավասար իրավունքներ։ Այն կարելի է ներդնել աստիճանաբար, ընտրելով ռազմավարական ոլորտներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Հայաստանի զինված ուժերի նոր զինվորական համազգեստի նմուշները Պապիկյանն է ներկայացրել վարչապետին եւ Վրաստանում Հայաստանի հետ սահմանն ապօրինի հատած 4 օտարերկրացու են ձերբակալել։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Rent a Car No. 1 ընկերությունը 2012-ից առաջարկում է բարձրակարգ ավտոմեքենաների վարձույթ, ներառելով լյուքս բրենդներ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, BMW-ն, Range Rover-ը եւ Rolls-Royce-ը։ Ապրանքը տրամադրվում է կատարյալ վիճակում տեխնիկական սպասարկումով, իսկ ընկերությունը ապահովում է նաեւ զրահապատ մեքենաներ բարձր անվտանգության պահանջով հաճախորդների համար։ Լյուքս, հարմարավետություն եւ բարձրակարգ սպասարկում մեկ հասցեում 2012-ից սկսած Rent a Car No. 1-ը շուկա է բերում որակ, վստահություն եւ բացառիկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։ Փորձում ենք լինենք առաջատարներից եւ մեր հաճախորդների գնահատականը դրա ապացույցն է։ Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունը առաջարկում է բարձրակարգ ավտոպարկ, ներառելով աշխարհի առաջատար բրենդների լյուքս դասի մեքենաներ՝ Mercedes-Benz, BMW, Range Rover, Rolls-Royce եւ այլ մոդելներ։ Յուրաքանչյուր ավտոմեքենա անցնում է տեխնիկական պատշաճ սպասարկում եւ տրամադրվում է կատարյալ վիճակում։ Mercedes S-կլասների տարբերակներ ունենք, 223-ներն են, սև գույներ, սպիտակ գույների, մայբախներ, 222-ներ, V-կլասներ։ Ընկերության ծառայություններից բազմիցս հասցրել են օգտվել նաև հանրաճանաչ արտիստներ։ Օրինակ, այս մեքենայով Երևանյան փողոցներում շրջել է աշխարհահռչակ рэփեր 50 Cent-ը, այս մեկով Տիմտին։ Ռուսաստանի երգիչներից Հարկնի Տիմտին իր տարբեր ժամանակներում Երևան այցելելիս օգտվել է Ghost-երի տարբերակներից Rolls-Royce, քանի որ մենք ունենք նաև արդեն նոր տեսակի Rolls-Royce Ghost-ը, իրան ավելի հարմար է տվյալ մեքենան, սեդան, ավելի լեն մեջ է ու մեր օրինակ Ghost-ը լոնգ տարբերակն է։ Այստեղ կարևորում են ոչ միայն մեքենայի շքեղությունը, այլև անվտանգությունը։ Զրահապատ մեքենաների լայն ընտրանի են առաջարկում վստահություն գնահատող հաճախորդների համար։ Ունենք հատուկ պատվիրակությունների համար եւ ըստ ցանկության զրահապատ մեքենաներ, ինչպես ամենագնացներ, նաեւ սեդաններ, որոնք ապահովում են հյուրի անվտանգությունը ամենաբարձր կարգի զրահնա մեքենաների վրա, այսինքն B7 կարգի։ Իդեպ, բացի հարսանեկան արարողություններից, լյուքս դասի այս ավտոմեքենաները սպասարկում են նաև պետական եւ պաշտոնական այցերը, ապահովելով բարձրակարգ տեղափոխում Հայաստան ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվիրակությունների համար։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արդեն 5-րդ անգամ Երևանում մեկնարկել է տոնական Big Christmas Market ցուցահանդես տոնավաճառը վառ տրամադրությամբ ու անթիվ անակնկալներով։ Դեկտեմբերի 17-ից 21-ը ID բանկը, Իդրամը եւ ID Plus-ը հյուրերին ողջունելու են իրենց տաղավարում բացառիկ առաջարկներով եւ նվերներով։ Արդեն 5-րդ անգամ մեր մայրաքաղաքում տոնական վառ տրամադրությամբ մեկնարկել է հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես տոնավաճառը, հարյուրավոր տաղավարներով, անակնկալներով ու նվերներով։ Այստեղ ամանորի շունչն արդեն զգացվում է։ Այս տարի էլ միանալով գեղեցիկ ավանդույթին ID բանկն ու Իդրամը ID տաղավարում դիմավորում են հյուրերին բացառիկ առաջարկներով ու անակնկալ նվերներով։ Յուրաքանչյուր տարի շատ ակտիվ պատրաստվում ենք, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք հետաքրքիր անակնկալներ մատուցել։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի գործարքները լինեն ավելի շահավետ, ավելի մատչելի, ավելի հարմար, իսկ մեր վաճառքի կետերը կարողանան էլ ավելի արագ եւ հարմար տարբերակով վճարումներ ընդունել։ Այս տարի բացառություն չէ,
եւ հաճախորդների համար նորություններ ունենք։ Այս օրերի ընթացքում Idram ID Bank հավելվածով վճարելիս հաճախորդները կկարողանան կուտակել ակնթարթային ID coin-ներ, մեր լոյալության միավորները եւ տեղում այդ ID coin-ները օգտագործել։ Տոնավաճառի այցելուները ID Plus-ի նվերքարտերը շահելու հնարավորություն ունեն նաեւ անհրաժեշտ է կատարել միանվագ 10,000 դրամ կամ ավելի առնվազն 3 QR վճարում Idram եւ ID Bank հավելվածով կամ 5,000 դրամ եւ ավելի Rocketline 0%-ով ըստ սահմանված ժամկետների եւ պայմանների։ Վճարումը հաստատող էլեկտրոնային անդորագրերը ներկայացրեք ID տաղավար եւ ստացեք հնարավորություն ձեզ հետ տանելու 3-ից 20,000 դրամին համարժեք նվեր քարտը։ Իդեպ կարեւոր է հիշել, որ առաջարկի շրջանակում այն կարող եք ստանալ մեկ անգամ։ Շատ ուրախ ենք, որ ID Bank-ը եւ Idram-ը մեր կողքին են եղել յուրաքանչյուր անգամ Big Christmas Market-ում ապահովել են ֆանտաստիկ փորձառություն երկու կողմից, թե բիզնեսների համար, թե այցելուների համար։ ID Bank Idram-ը ինչպես ամեն տարի այս տարի նույնպես մտածել է շատ հետաքրքիր մեխանիզմներ, արշավներ, որոնց շնորհիվ մեր այցելուները կարողանում են խնայել։ Սա նշանակում է, որ ID Bank Idram-ը ցույց է տալիս իր հոգատարությունը հենց նախատոնական շրջանում, որպեսզի մեր այցելուները մաքսիմալ քիչ բեռ ունենան ֆինանսական տեսանկյունից։ Առաջարկները կգործեն Big Christmas Market-ի շրջանակում դեկտեմբերի 17-ից 21-ը ներառյալ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 25 ավտովթար, 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Արմեն Աթալյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Խորհրդարանն այսօր ընդունել է համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել անհետաձգելի կարգով։ Այս ստորաբաժանման ուժերով է իրականացվելու նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Վրաստանում այսօր ձերբակալել են Հայաստանի հետ սահմանն ապօրինի հատած 4 օտարերկրացու։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը Ցիթելի Խիդիի շրջանի Սադախլո սահմանային հատվածում է ձերբակալել այդ քաղաքացիներին։ Սահմանային ոստիկանության տվյալներով մեղադրյալները շրջանցելով սահմանային անցակետը խմբով անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը եւ Հայաստանի Հանրապետությունից ներթափանցել են Վրաստան։ Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի A ենթակետով, որը մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում, նշվում է հաղորդագրությունում։ Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր զինվորական համազգեստի նմուշները։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ բանակի համազգեստի նմուշները փորձարկման փուլն են անցնում։ Պաշտպանության նախարարի ներկայացրած նոր նմուշի համազգեստը սակայն արժանացել է բուռն քննադատության, վատ տեսքի եւ ոչ պրակտիկ ձևավորման համար։ Ծափաթաղ գյուղում ամիսներ առաջ սպանված 3-ամյա Տիգրանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի հայրը վրեժի շարժառիթով հոկտեմբերի 27-ին որդուն կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշնամիջյան հատվածում կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։ Ապա դիակը դաշնամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից հատված։ Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ երխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 8, Լոռիում 4-ից 6, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 8 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 6-ից 9, Սյունիքի նախալեռներում 1-ից 4 աստիճան։
Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 4-ից 6 աստիճան ցուրտ, ցերեկը 6-ից 8, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։